ես եւս մի անգամ ասում եմ, որ այդ ծրագիրն է, այս պատերազմը հեչ կապ չունի Արցախի հետ, այս պատերազմը կապ ունի այս տարածքի հետ, այսինքն այս Միջանցքի հետ, իսկ Արցախը բոնուս է Ալիևի համար, որ պլանավորվել են այդ ամեն ինչը, Ալիև ասում է հա լավ, նայեք ոնց է եղել այդ սկզբից, հիշում եք, որ սկզբից Սիրիայում թուրքեր խփել են ինքնաթիռ, բայց ռուսներն սպառնել են, որ խփեն, հատուկ են արել, որ մտնեն այդ բանալի բիջի մեջ Թուրքիայի հետ։ Հետո գալիս բանակցում են, ասում են, լսի, դու Սիրիայի ես մտել, ես էլ եմ մտնում։ Արի միասին պատրուլ ենք անում, հիշում եք, միասին սկսել են երկու ավտոն Ռուսաստան դրոշի տակ, Թուրքիայի դրոշի տակ, երկուսով վերահսկում են այդ ամեն ինչը։ Ուրեմն դեից են սկսել։ Հետո ռուս ասում է դու Կենտրոնական Աֆրիկա ես մտել, ես էլ եմ մտնում։ Մտավ։ Հետո ասում է դու Լիվիա ես մտել, դու իրանց ես պաշտպանում Լիվիայում, ես էլ Հաֆտարին եմ պաշտպանում։ Ընդեղ են մտել։ Այսինքն դրանք տերում են բռնում արդեն։ Քանի որ ռուսը նախատեսվել է այս պատերազմը Ուկրաինայում, ինքը հասկացել է, որ պատերազմի սկսումը ճանապարհները փակում են։ Ալտերնատիվ ճանապարհ պիտի բացեն։ Պայմանավոր են Էրդողանը ասում է, ես չեմ կարող Հայաստանը վերահարձակել, դու էլ չես կարող։ Ասում է, բայց գործիք ունենք Ալիևը։ Հայաստանի բանակը զոր է, մենակ Ալիևը չի ձգելու։ Ուրեմն մենք էլ պիտի մասնակցենք, դու էլ զենք զինամթեր չի ուղարկես, թույլատնես Հայաստանը։ Իշխանություն անգրակետ են, դրանք ոչ մի բան չեն կարող անեն, չեն կարող դիմադրեն, բանակը ուժեղ է, բանակը։ Աղաբիչներին բերում ենք Սիրիայից, նայ Լատակիայում ռուսական բազա է կաղնած։ Հենց Լատակիայում Վիրբովկա են անում, աղաբիչներին դեղ են անում։ Կարող Ռուսաստանի ռազվեդկեն չի տեսել, հաստատ տեսել է այդ բանը, միլիոն տոկոս։ Այսինքն Պակիստան մասնակցում է, Իսրայելը իրան զենք զինամթեր, օպերատորներ են եղել դրոնի բան, բիսպիլոտիկներին։ Այսինքն նայեք, Բելարուսյան Լուկաշենկոն ինչ ասեց, ասում է մենք որ քննարկել ենք Ալիևի հետ, պլանավորել ենք, այսինքն Բելարուսն էլ է մտավ։ 19 թվում մեծ խումբ է գալիս Թուրքիայից Կազախստան, մտնում է ռազմական համալսարան, ռուսերեն սովորել, հապկի սովետական նախկին ուստավի բան, ուսումնասիրեն ոնց բան, ինչ տրամանբանություն էլի ուզում են հասկանալ ոնց է։ Դրանից հետո ավարտում են օգոստոսին ամսի 30-ին գնում են Նախճիվան, ամսի 5-ին զորավարժությունները սկսում Նախճիվանում, որտեղ մասնակցում են նույն Թուրքիայի սպայական կազմը, որ սովորել է բան, Կազախստանում բան, մի տարի բան են անցել, ռուսական բանով են սովորել, ինչու համար մեր դեմ, որ հասկանան ոնց բան։ Այսինքն այդ քանի պետություն Վրաստանը մայիսին մենք գլխավոր շտաբում արդեն ինֆորմացիա ենք ունեցել, որ վրացիք սահմանը փակելու են։ Այսինքն գիբրիդային պատերազմը, որ մտավ, Վրաստանը էլ մտավ գիբրիդային պատերազմի մեջ։ Ռուսաստան էլ գիբրիդային պատերազմը, իհարկե կոնվենցիոնալ զենքով ինքը չի մտել։ ՀԱՊԿ եւ ԵԱՄՏ մտել են գիբրիդային պատերազմի մեջ, կոնվենցիոնալ պատերազմի մեջ մտել է Թուրքիան, Պակիստան, Աղաբիչներ, Ադրբեջան, 4 պետություն։ Մնացել կողքը կաղնած են եղել, մենք մնացել ենք մինա։ Հայաստանն է մնացել Վրաստանն էլ է ռուսական, պրոռուսական։ Հա, բայց փակել է, պայմանավորել է, մենք գիտենք պայմանավորել։ Հիմա կարևոր չի ում հետ են պայմանավորել սկզբից Ռուսաստանի հետ, Թուրքիա կամ Ադրբեջանի հետ, որովհետև մենք գիտենք Սակարը մեծ դեր է խաղում Վրաստանում, շատ մեծ։ Այսինքն Հայաստանը մնաց փոքր բանակը Հայաստանին ու սենց մեծ ուժը։ Բայց 44 օր նայեք։ Մենք էլ գիտենք Ռուսաստանում գլխավոր շտաբում ստավկա են դրել։ Մենք ձգել ենք 7 օր կամ 10 օր։ Էդ էլ կա։ Եկեցին 44։ 40, այս փոքր բանակով զենք զինամթեր ունեցել ենք 15 օր պայսներում։ Ամենա դատարկ պայսներ ա եղել մեր մոտ։ Խոպի միջոցներ շատ հին, 78 թվի խոպի միջոցներ, փոխանակ այդ 30 տարվա մեջ։ Մենք ու 30 չէ, վերջի 26-27 տարվա մեջ կարանք չէ նոր խոպի միջոցներ առնենք, լիքը զենք, բիսպիլոտնիկ, մեկը պաշտպանության նախարարությունը ձերքով են խփելու, լապատով են խփելու բանով, գրանատամյոտով են խփելու ԱՏՍ-ն, չէ, այդ շեշ բաները սկսեն են խոսալ։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Պլանավորվել են, որ այս ճանապարհը բացեն։ Օկտեմբերին ամսի 20-ին Միջվան ուղղությամբ վրա մեծ տանկային շարժություն է գնացել, կալոննա, մեծ տանկային Թուրքիայից, ադրբեջանցիներին։ Մեր բանակը կաղանացրեց, արդեն 20 թվին փորձել են մտնեն Սյունիքը։ Մեր բանակը չի թողել։ Այսինքն ծրագիրը ոնց է եղել։ Ադրբեջանը մտնում է Սյունիք, հետո Ռուսաստանի խաղապահ զորքերը, եթե Սյունիքը մտնում են, պատերազմը ավարտվում է։ Արդեն ուժ չունես, համ Ղարաբաղ, համ Սյունիք, արդեն լրիվ ամբողջ լայնամասշտաբ է դառնում։ Հետո Ռուսաստանը խաղաղության այդ բանը այդ իրանց խաղապահ զորքերը մտնում են,
ադրբեջանցիք գնում են հետ, Ռուսաստանը մեզ նորից փրկում է իբրև ու ստացվում է 9-րդ կետը։ Okay, դա Սյունիքի ճանապարհն է։ Ասա, միջև ավարտում եմ։ Ուրեմն, այդ բանը չի ստացվել, մցրել են հայտարարության մեջ 9-րդ կետ են մցրել, քանի որ ուժով չի ստացվել։ Բանակը չտողել, ոչ թե Նիկոլ Փաշինյանը չտողել։ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց։ Այդ ինչ է նշանակում։ Այո, ամբողջ մասնակցել են մեր դեմ։ Հիշում եք վերջական, որ Նիկոլ Փաշինյանը գնաց Թուրքիա։ Ինչու ինքը գնաց Թուրքիան, ասում է Տուրան վտանգավոր չէ, բանը վտանգավոր չէ, վտանգավոր չեն, վտանգավոր չէ։ Նայեք։ Ռուսները շատ լավ պատկերացնում են, որ 20 թվից 21, 22, մանավանդ 23 թվից հետո սա լրիվ հակառուսական տրամադրությունները աճում են, բեսամբ։ Ասում է լավ, ես որ ասում եմ ճանապարհը բացեք, հայ ժողովուրդը լավ չի ընդունում։ Էրդողանին ասում է Հայաստանը է դու աշխատի աղբեր, որի մականջները չերևա։ Այլևս Ռուսաստանը էլ չի ասում ճանապարհի մասին։ Թուրքիան ասում, Նիկոլ Փաշինյանն է խոսում։ Ռուսիայի պրեստեղ կապ չունի, էլի, sense կողքը դասած վերինգացա։ Էդ էլ ծրագիրն է, որ հասկանում եմ մեր տրամաբանությունը, էլի, որ մենք շատ Բայց ինչ եք ասում, ես մինչև այս պահը 99%-ով համաձայն եմ, просто մի բան չեմ հասկանում։ Անգլիան ստե որտե է տեղով։ Անգլիան Թուրքիայի հետ։ Просто ձեն չի։ Տուրանը մեջքի հետևից կանգնեցա Բրիտանիան, որովհետև Ռիչարդ Մուրը, որ եկավ ինքը դեսպան եղել հիշում եք Թուրքիայում, վերադարձավ դարավ մի 6 այդ իրանց ռազմավարքի շեֆը դարավ, մի հատ լորդը բան ասեց, որ Ռիչարդ Մուր դարավ մի 6-ի տոնորեն, Բրիտանիան վերադառնում է մեծ խաղին, ու դրանից հետո սկսել են լուրջ գործողություններ Թուրքիայի հետ։ Նորից ասում եմ, մենք պաստեր ունենք պարոն Սուխանյան, չգիտեմ։ Թուրքիայի դեմ, ոչ թե Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ։ Տեսնեք ինչ ա լինելու Թուրքիայի հետ։ Աստված տա։ Ես սխալվում եմ, դուք ճիշտ լինեք։ Ես դեմ չեմ։ Ես բան պրոբլեմ չունեմ։ Նաև Ադրբեջանի ու Իրանի։ Ես հələ որ պրոբլեմ չունեմ, որ ասում եք, սենսն է։ Ես ասում եմ այն, հետեւյալը, որ Բրիտանիան ահագին բազմաթիվ կանալով մեր դեմ ինֆորմացիան ռազմավարքի գծով փոխանցեց Թուրքիային։ Այդ մենք գիտենք դրա մասին։ Ռուսները կարային արխային տային, Անգլիան այդքան ինֆորմացիա չունի։ Նախ եւ առաջ ռուսներ այսքան մեծ հնարավորություն չունեն, ինչքան Բրիտանիան ունի։ Այդ առաջ։ Վարչապետը դա ռուսի։ Չէ, Բոլոր նախարարները ու բոլոր նախագահները եղել են ռուսական գործական ու չունի Ռուսաստանը տվյալ Հայաստանը։ Նայեք, ես ես ասում եմ պաստեր, դուք էլ ասում եք։ Ես ասում եմ, որ Ռիչարդ Մուր 3 անգամ գնաց դեր, այդ հարցով։ Մենք փոխանցել ենք Չէ։ Ուրեմն նայեք, մենք որ ասում ենք Ռուսաստանը ինֆորմացիա ունի, այդ որ ասում են բանակը Ռուսիայի հետ համագործակցել է, դա սուտ է ոտից գլուխ։ Ոչ մեկ չգիտի մեր բանակը, եթե ռուսները զանգում են կամ ինչ-որ բան փորձում են, դուք չեք պատկերացնում ինչ կոպիտ ձևով բացառված է մեր բանակը, մեր Հայաստանի բանակը։ Ես չգիտեմ, դեռ որոշ մարդիկ Ղարաբաղում ո՞նց են եղել։ Ես ասում եմ Հայաստանի մասին, գլխավոր շտաբի մասին։ Երբեք ոչ մեկը վերևից, այսինքն գլխավոր շտաբի իր տեղակալներ, բան, օպերատիվ վարչության պետը, կարևոր մարդիկ, երբեք ոչ թե ռուսների հետ ոչ մի բան չեն պայմանավորում, այլ շատ կոպիտ են խոսացել, եթե փորձել են ինչ-որ մի բաներ ա եղել, բան, մերոնք ասեն են դե հավատում են պաշտոններից քաշեք, քանի որ կազմակերպված չկառավարվող կամ հակառակը կառավարվող քաոսի միջավայրը ստեղծում է քաղաքական վերնախավը։ Գեներալները այդ պահում ճիշտ է ինքը լիցքավորված է հայրենասիրությամբ, բայց իրականում որ ինքը ինֆորմացիայից դատարկ ինքը դառնում է հոտ։ Այսինքն գեներալը գեներալ չի դառնում։ Դրանով իսկ կառավարվող քաոսի միջոցով չեզոքացնում է բանակը։ Իշխանությունը երբեք հիմա ինչ որ ճիշտ կա, ես այդ եմ ասում։ Երբեք Նիկոլ Փաշինյանը չի փորձել մտնել բանակի գործերի մեջ։ Սենց բան չի եղել։ Չէ։ Եթե դուք ասում եք բանակը գոյություն չունի, բանակի խաղոսի բանը ենթարկում, ուրեմն նայեք, եթե գլխավոր շտաբը իրան ճիշտ չի պահի, խոսքնա պրոֆեսիոնալ ձևով չի աշխատի, դատարկ ձեռքերով, բան չունես, որ երկար ձգես, ոչ թե 44 օր, մի շաբաթ էլ չես կարա ձգես, որովհետև ասում են զինվոր իհարկե շատ մեր զինվորների ցավը տան է, բայց զինվոր առանց պրոֆեսիոնալ հրամանատարին, այդ ոնց որ ավտոմատ է առանց պամպուշ։ Ճիշտ եք ասում։ Եվ այդ 44 օրը զինվորի հաշվին ցկվավ։ Այն երբ որ հարավային են կաճուրը ստեղծել էին Ադրբեջանի համար, այդ որ ստեղծել էին, ինչի չփակել։ Մի վարքյան։
նույն մատաղիսում որտեղ ես եմ եղել, մենք հնարավորություն ունենք մտնենք բարդա։ Այ երևում էր, լույսերը երևում էր։ Մենք մեզի հրաման չէին տալ։ Պարոն Սոլոխանյան, Որտեղ սրանց պետք չէր էդի։ նայեք, զինվորը, նայեք, եւս մի անգամ ասում եմ, զինվոր առանց սպային։ Այո, ոչ մի բան։ Այսինքն նշանակում է ոչ թե միայն զինվոր, այս պայական կազմը, նույն գեներալներ։ Ես Հարաբաղում եղել եմ, ամբողջ 44 պայական կազմներ առանց գլխավոր գերագույն հրամանատարը ոչ մի բան։ Այսինքն այդ կառավարվող քաոսը ստեղծվել է։ Բայց պատերազմը կախված է ոնց ղեկավարում է իշխանությունը։ Քանի որ իշխանությունը գաղափար չունի, ոնց պիտի պատերազմի ժամանակ իրան պահի, խոսքը օրինակ։ Պատկերացրեք Հայաստանը, պրոստը այդ կարճ ասեմ ու ավարտում եմ դրանով դուք ասեք։ Այդ մոբ ասածը, չէ՞ որ մոբիլիզացիա են կանում։ Պատկերացրեք ինչ են սարքել հələ Սերժի ժամանակ։ Զին կոմիսարը, այսինքն գլխավոր շտաբը պլանավորում է պատերազմի ժամանակ մոբիլիզացիա ոնց պիտի արվի։ Բայց զին կոմիսարը չի ենթարկում գլխավոր շտաբետին։ Ինքը ենթարկում է խոսքի օրինակ պաշտպանության նախարարին։ Պաշտպանության նախարարը սովորական քաղաքացի է։ Քաղաքական պաշտոն է իր մոտ։ Ինքը չի հասկանում մոբիլիզացիան ինչ է։ Ու այդ հաուսը դրել են, այդ հիմքը դրել են 2008-ից։ Հետևանքները այդ դրա համար ես ասում եմ, այդ հետևանքները որ մեր աչքի առաջ Թալան, մալան այդ բանը, դրա համար այսօր ունենք Տրամպի ճանապարհ ունենք, թույլատրած Հայաստանել ունենք, ու միջև մա չենք զարգանում։ Ու ամեն ինչ էլ ունենք։ Ինչու՞։ Ոչ թե մեր ժողովուրդը թույլ է։ Մենք թույլ չենք որպես ազգը։ Ես ձեզ ասում եմ, նորմալ պրոֆեսիոնալ թիմը, դուք, ես, մեր գործընկերներ գանք, իշխանությունը վերցնենք, կնայեք մի շաբաթից հետո Հայաստան ոնց է սկսելու փոխվել։ Որովհետև եթե մարդ համոզված եմ դրանում։ Եթե որ դուք ասում եք շանս չունեք, ես ձեզ ասում եմ, այսքան շանսեր ունենք։ Ուրեմն ծրագրավորումը գալիս է 100 տարի առաջ, հա? Հայաստանը կիսել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև եւ յուրաքանչյուրը իր տարածքում, իր կիսված փայի մեջ ինչ-որ արել են, էլի։ Հա, ինչ-որ արել են։ Այսինքն թուրքեր ջան, դուք ասենք են համշենահայերին իսլամացնում եք, մի մասին քուրդ եք սարքում, մի մասին կոտորում եք, մի մասին վտարում եք, դա ձեր գործն է։ Մենք մեր տարածքում հետևյալն ենք անում։ Յան ազգանունների յան ավարտը թողում ենք, ուղեղները լվանում ենք, անունները մնում է հայ, բայց իրականում սա բիոմասսա է, որը հավատում է ինտերնացիոնալիզմին, որը հավատում է ազգերի եղբայրությանը, անգամ ոչինչ, Նախիջևանը, Ադրբեջանը, ոչինչ մեր աղբերներն են։ Կոսմոպոլիտ են դառնում։ Հա, այսինքն ոչինչ, Արցախը, Ադրբեջանը, ոչինչ, Ջավախքը, Վրաստան, այնտեղ ոչինչ։ Կապրենք, Արցախն է։ Հա, կապրենք, Ստամոքս, շատ ճիշտ է։ Ես դրանով համաձայն եմ։ Բայց այդտեղ ես չեմ տենում իսկապես ես ուզում եմ հավատամ պարոն Պողոսյանին, բայց ես Անգլիայի դերը չեմ տեսնում։ Դրանք երկու բռնատիրական ահռելի վիշապներ, որ աշխարհը ինչ-որ ձևով, այսինքն պաուզա է վերցրել առաջին համաշխարհային պատերազմից հետո ասում եմ ջանտամ, ինչը լումալի։ Հույսներս դնենք հայերը այն մասը, որտեղ պայքարել են, կռիվ են տվել նժդեն, ու նույն անգլիացիների օգնությամբ Սյունիքը պահել է։ Սյունիքը պահել է, ստեղնել չէր, որ անգլիացին դաշնակից է թուրքերին եւ անգլիացին է օգնե նույն հույներին, որ հույները եկի հասել են Անկարայի մատույցներ եւ ռուսներն են փրկել Թուրքիան կործանումից, Հունաստանի ձեռից։ Ոնց կարելի է այստեղ խառնել անգլիացիներին որպես Թուրքիայի դաշնակից։ Հնարավոր չի։ Եվ ոչ մի անգլիացու արձան այսօր գոյություն չունի Թուրքիայում։ Գոյություն ունեն ռուսական գեներալների ձիերի վրա նստած արձաններ մոնումենտի շուրջ։ Այս սա է իրականը։ Իրականը այսօր կրկնվում է նույնը այսօր ստեղ։ Այսօր, երբ որ ես չեմ ասում Թրամփի ճանաչապարը լավ բան է։ Լավ բանը այն է, որ մենք ենք տնօրինում մեր ցանկացած սանտիմետրը, ցանկացած միլիմետրը մեր իրավասության, բայց այսօր քանի դեռ մենք իսկապես ի վիճակի չենք, համեմատություն, ի վիճակի ենք Արցախը պահենք։ Այսինքն մենք ստիպված ենք դաշնակից մանգալու։ Մենք տեսնում ենք ռուսները դավաճանում են, ռուսները գցում են, ռուսները ինչ ասում են իրականություն չի, ինչ ստորագրում են, այդ ստորագրությունը ավելի էժան արժի, քան այդ թուղթը, որի վրա ստորագրվել է։ Դա անգլիացի Չերչիլի արտահայտություններն են։ Ռուսների մասին արդեն ամբողջ աշխարհը գիտի, ամբողջ աշխարհը, որ բոլորի գցում են, ռուսները կարող են պայմանագիր կնքել ամերիկացիների հետ, որ մենք Գարանտիա ենք Ուկրաինայի անվտանգությանը հենց իրանք էլ խախտեն,
Հենց իրանք խախտել, ոչ թե ինչ-որ մեկը խախտի, ինքը թե չկայնի, այ հենց ինքը խախտի։ Այսինքն ռուսները հետ են։ Ռուսները ասում են ես խաղապահ եմ, հանձնի Արցախը։ Հիմա Թրամփի այս ճանապարհը դա իրականում որպես ճանապարհ ես չեմ ասում որ դա մեր փրկությունն է, այլ այնա որ եթե այնտեղ պետք է լինի ռուս-թուրքական ճանապարհ, ավելի լավ է ամերիկյան լինի, ավելի լավ է այն հատը դրվի այդտեղ, որ այդ ճանապարհի միջոցով չկարողանան որևէ հակահայկական շարժում կատարվի։ Հավատացեք, այսօր Ամերիկան արևմուտքը սենց ասեն քաղաքակիրթ աշխարհը կրակնանգ է ռուսական կայսրության ձեռը, որ առավոտ զարթնում է ինչ-որ մի հատ կայսեր արդեն խփնվել է, բիձեն, քնից հելնում է, ասում է ուզում եմ, ու մտնում է ինչ-որ մի տարածք, ուզում եմ, կրակնանգ է դրա ձեռը, չգիտեն ոնց կայնացնեն, եւ այտենց մի արդեն իսլամական թուրան կայսրություն ձևավորման մեջ բնավ Ամերիկան շահագրգռված չի, ոչ էլ Անգլիան։ Հավատացեք այդ հեքիաթները, որ Անգլիան դաշնակից է Թուրքիան իրանք օգնում են որ Թուրանը ստեղծվի, հեսանը Թուրանի ստեղծման առաջին նախագիծ տվող եղել է հենց նույն Ռուսաստանը, եւ երբ որ Միջին Ասիան նա կոչել էր Թուրքիստան, եւ հետո տեսա որ սա հզոր միավոր կարող է լինի անջատեց Կրղստան տարջին որ անջատի որ տիրես, այսինքն այդ քաղաքականությունը նաեւ դա բխել է հենց ռուսական ծրագրերից, ոչ թե Անգլիայի։ Մի խոսքով լավ, մենք ամփոփել։ Հիմա մենք ամփոփում ենք հետևյալն ենք ասում։ Մեզ դաշնակից քաղաքակրթական առումով կարող է լինել թե միայն Ամերիկան եւ Եվրոպան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Մենք քաղաքակրթորեն ենք մոտիկ, մենք զարգացված եւ իրանք շահագրգռված են, դե այն չի որ միայն քաղաքակրթությունն է կամ մեր սիրուն աչքերն են։ Իրանց շահերը այս պայն համընկնում են մեր շահերի հետ։ Եվ չարյաց փոքրագույնն է, որ այդ ուղին ճանապարհը գուցե տեսեք, այդ ճանապարհը անունն է ճանապարհ, բայց Ամերիկան մտել ասते որ այդ ճանապարհը չգործի։ Մենք լիք աղբյուրներ ունենք, հասկանում եք ինչ են քննարկում։ Ես վստահաբար ասում եմ, որ Բրիտանիան կապված է Տուրանի հետ։ Դա իրանց վաղվա ծրագիրն է, այդ առաջինը։ Ու ես չեմ ասում իմականություն, որ դուք հեքիաթներ եք պատմում, ես ասում կորեկտ։ Ես ասում դուք ձեր դիրքորոշումն եք, ձեր պատկերացումների վերլուծական բաներ ունեք, ես իմ։ Լավ, բայց այդտեղ մեզ հետաքրքիր է Հայաստանի հետ կապված, դա ես ասում եմ ինչպես է անդրադառնում հույներին Կիպրոսի մենք արդեն լսեցինք երկու տեսակետներն Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի վրա դա Հայաստանն այսօր որպես Հայաստան գոյություն չունի այդ խաղի մեջ, մենք չկանք ոչ մի խաղի մեջ։ Պրոտոկոլային կա, յանում, բայց մենք նայեք, մենք սուվերեն որոշումները չենք կայացնում։ Մենք անում ենք այն, ինչ որ հրամաններ ենք ստանում։ Ումից նույն Միացյալ Նահանգներից, նույն Ռուսաստանից, Կիսատպրատ, նույն Թուրքիայից, նույն չգիտեմ Ալիևից, իման Տրամփը ասում է միայն Հայաստանի կոնտրոլի տակ, չէ՞, որ գնացել են ստորագրել են Փաշինյանը եւ Ալիևը։ Ժպիտով բան Ալիև դուսա գալի գնում է իրան դեսպանությունը դեղ հարցազրույցանում, կոնֆերանս արկա ու նույն վարքյան 15 րոպե չանցնում։ Ասում է ոչ մի կոնտրոլ չի լինի Հայաստանում, միայն առանց կոնտրոլի պիտի անցնենք։ Ուրեմն կտենակ, հալա որ այդ ճանապարհը չի աշխատում, ես ասում եմ սենց, այդ ճանապարհը որ սանք սկսեն աշխատել, անցնելու է մինիմալ 5-6 տարի։ Երբ արդեն ոչ Ադրբեջանն է լինելու, ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա, չէ՞։ Հալա չգիտենք Ամերիկայից ինչ ալնելու, եթե շարունակեն։ Դրանք հաստատ չեն լինելու։ Ես չեմ կարող։ Ես հաստատ եմ ասում։ Ես այս բաներ չեմ ասում, որ ով ալնելու ով չէ, կարևորը որ մենք մնանք, ուժեղանանք, հետո կարող է իրենց հարցերը կլուծենք։ Ես ասում եմ հետևյալը նորից։ Քանի որ երկու պարլամենտը չի հաստատվել, դա իմ համար անլուրջ է։ Եթե կոնգրեսը եւ Հայաստանի պարլամենտը հաստատում է այդ որոշումը Տրամփի դառնում է օրենք երկու պետության համար, քանի որ դա օրենք չի։ Այսօր ես պարոն Սորոխանյանի հետ կարամ 6 միադուշակի ստորագրեմ, ասեմ Մարսը մերն է, ով կհարձակվի մեր պրոբլեմ կունենա։ Այդ նույն Տրամփի ճանապարհն է։ Այսօր Տրամփը կա վաղ դեմոկրատա գալու, ինադու անելուն ինչ որ Տրամփը արեց վերցելուն ջարդելու են, ասելուն էլ ցես մնա, նորից մնում եք մինակ։ Եթե Փաշինյան ուզում է Տրամփը ճանապարհը աշխատի, то պիտի ստիպի երկու կոնգրեսով, սենատով, վերջնի պալատա, ներքին պալատա, վերևի պալատան անցնում է որոշումը, ստորագրում է նախագահան որպես օրենք ընդունում է, արդեն դառնում է ծրագիր 1000 տարի լանցնի, Ամերիկան պիտի
Աշխատեք ոչ դրանք են անում, ոչ մենք ենք անում, այստեղ հարց առաջանում։ Եթե ուզում եք լուրջ բաներ, ինչու չեք հաստատվում։ Այդ առաջինը, երկրորդը, դրա համար ես ասում եմ շուտով կհաստատեմ, որ դուք ասեցիք գնաց իր դեսպանատուն ասեց ոչ մի հայկական կոնտրոլ չի լինելու այդ ճանապարհի վրա, Իլհամ Ալիևի մասին է խոսում։ Դուք միակ նրբություն մոռացաք, մինչև իր դեսպանատուն հասնելը Թրամփը 2 անգամ հարց տվեց։ Ալիև քանի տարի է նախագահ է։ Ու ասեց այս գլխարկը դի 2026-ը վեր են գրած։ Այս շարժները տանես կնգատ կտաս։ Այսինքն այդ մեսեջները շատ հստակ են։ Это теория заговора է։ Տրամփի теория заговора։ Հա? Теория заговора, հա։ Կարող է, ասենք, բաններ, որ ասում Պուտին դու այսպես լավ տղա ես, դա теория заговора։ Ես վերջերս այնքան եմ ուրախացել, սպառ եմ ասում։ Երբ որ Էրդողանին ասեց կարգին տղա է։ Արասից չրպելու է։ Էսա չրպելու է։ Չէ, Նիկոլին էլ ասում։ Ուրեմն իրա վերջն էլ է։ Մեծ հակասություն մենք չունենք, ուղղակի մենք ճաշակի բան, ամեն մեկի իր անտեսակետով։ Այդ Բրիտանիան է ձեր ճաշակը։ Ընդհանուր, չէ, ընդհանուր մենք Հա, վերլուծությունը ճիշտ է։ Բայց ասենք Բրիտանիայի հարցում չհամընկավ։ Մենակ դա է։ Այստեղ մի բանն է մնում։ Կարող է սենց ստացվի, որ պարոն Սորխանյան 100% ճիշտ ալնելու, կարող է սենց ստացվի, որ ես ճիշտ եմ իրար, դա ժամանակ պիտի ցույց տա, բայց մի բան ասեմ, 23 թվում այդ նախկին դեսպանը որ Սա ի՞նչ է։ Ես ասեմ, պարոն Սորխանյան։ Սեղան եմ նկարել։ Եթե սենց բան նկարեմ, էլի սեղան է։ Այսինքն ամեն մեկը սեղանը տեսնում է մի ձևի։ Բայց ինքը սեղան է նկարագրում։ Ընդամենը ստե ճաշակների խնդիրը, թե ոնց եմ ուզում տեսնել ես ոչ թե նայեք, իմ այդ բանը չի աշխատում։ Ես ուզում եմ սենց տենամ։ Ցավոք եւ կարող ուրիշ բան տենամ, բայց տենում եմ այն ինչ որ կա։ Ասեք դուք ասում եք Անգլիան այցելում է Թուրանի երկրները, թողում եք մի փաստ ենքով, որ նույն Անգլիան հակաթուրքական կոալիցիա զինվում։ Հունաստան, Կիպրոս, նախկին դեսպանի Բրիտանիայի դեսպանի բարերն եմ ասում 23 թիվն է, հունիսի այդ բան իրանց թակավորի ծնունդյան օրն է եղել ինչ որ sense ասում։ Ասում դե ասում Ղարաբաղը, Ղարաբաղի խաբար չենք։ Չէ, դի բանա մայիսն է, չեմ ինչ որ ամիսն է եղել, ոչ այն թակավորի չի հետաքրում։ Հա, ուրեմն ասում դե Ղարաբաղը դուք արդեն կորցրել եք, շանսել չունեք որ բրգեք։ Ասում ենք լավ, Ղարաբաղը մենք հասկանում ենք, որ իբրև դե հա։ Իսկ Սյունիքը ոնց է։ Ասում Ջայլ տղա երդաստնու սենց 30-ից անց տղա եղել, սենց 40 միջև 40 շատ ուժը դեսպան է եղել հիմա գնաց հիմա ուրիշ է սենց ասում Ղարաբաղը կորցրել եք ասում եք լավ, բայց Սյունիքը ասում նայ ասում ով իջել չի առաջարկի ձեզ Սյունիքի հետ կապված դուք պիտի միջև էջ պայքարեք պատրաստ մտնեք այո ասում եմ համաձայն եմ, բայց դուք խոսքյունա կողքը կաղնելու եք, ասում չէ, մենք սենց խաղերի մեջ չենք մտնում, բայց կարանք, գորանք, բամա, ես ինչում ուզում ասեմ, նայեք, ուրեմն մենք որ ասում ենք, դաշնակից ունենք, դաշնակից չունենք, այս ունենք, այն չունենք, նայեք, ես ձեզ ասում եմ, Եվրոպա այս իշխանությունը այդ ոչ մի այդ հույս չի դնում, Այդ ես դեզ ասում եմ Եվրոպա իրանց հետ ճուժում աշխատի, որտեղ չի վստահ։ Իհարկե, սա ռուսական գործակալներն այդ աշխատում։ Եմ ասում, չէ՞։ Այսինքն արևմուտքը ինչքան կարող է սրան միջոցով բրդի ինչ-որ բաներ, բրդում է։ Արդեն այդ չի փորձում։ Որ երկուսին կանչեց, ասեց այն լակոտները լեկեք ստե։ Հələ ստորագրեք։ Բանսո, այս ավարտում է, քանի որ ժամանակը բան անում։ Ուրեմն ասում եք, այս կա, այս չկա, ինչ կա։ Մինչև մենք չդառնանք պրո-հայկական լրիվ ոտից գլուխ, մեր հետ ոչ մեկը չի համագործակցելու։ Եթե աշխարհը տենում է, դու քեզ չես ուզում փրկես, դու չես պայքարում, ում ես պետք։ Շատ ճիշտ է։ Քո հետ ոչ մեկը չի համագործակցելու։ Դրա համար նայեք, մի հատ հիշում եք, վերջի բան Նիկոլ Փաշինյան դիմում է կայեկալսին, որ դեմեք իմ դեմ գիբրիդային պատերազմ է գնում։ Այդ ռուսական տունը ստեղ աշխատում է Ռոսսотрудничествен ստեղ աշխատում է, Սպուտնիկ Արմենիայում Հայաստանում կա, բանը Երևանը օրը որ այդ համերգ են արել, բերում են ռուսական երկեր են երգում, ես էլ ասում եմ լսեք Մոսկվայի օրն են անում։ Լսեք Սարդարապետի օրը Կալինկա էին մարում։ Ուրեմն երեք գնում է բան Ալեն Սիմոնյանը Լամբադա այդ աղջիկը Լաբադա Ռուսերեն երկեր է երկում, համել ասում եք կայիկալսին, ասում է Ռուսաստանից ինձ փրկի գիբրիդային պատերազմ է գնում, լսեք,
Էդի եվրոպացիք այսքան ախլ կնան, չեք հասկանում, իսկ ֆռցնում են։